Հայաստանի աճող տնտեսության, ինչպես նաև պետական ավելացող պարտքի, բայց միևնույն ժամանակ արդյունավետ օգտագործվող պարտքի եւ վտանգ չներկայացնող պարտքի մասին պնդումների համատեքստում շատ կարևոր է փորձել հասկանալ, թե որքանով են կամ որոնք են այն որակական բնութագրիչները, որոնք կհերքեն կամ կհաստատեն այդ պնդումները։ Ընդհանրապես տնտեսական աճի, տնտեսության կառուցվածքի վերաբերյալ կամ դրա այսպես պայմանական ասենք որակը հասկանալու համար իհարկե կարևոր է առաջին հերթին առանցքային տնտեսության առանցքային ուղղություններում փորձել հասկանալ ինչ զարգացումներ կան այնպիսի ուղղություններում, ինչպիսին օրինակ արդյունաբերությունն է եւ այսպես ինչպիսի զարգացումներ կան արդյունաբերության ոլորտում։ Չունենք դեռևս 2025 թվականի տարեկան ամփոփ տվյալները, սակայն անդրադառնանք այնքանով, որ այն տվյալներով, որոնք որ ունենք։ Մասնավորապես 24-25 թվականի հունվար-նոյեմբերի ցուցանիշով արդյունաբերության համախառն աճը կազմել է 0.5%։ Ընդ որում, հանքարդյունաբերությունն ավելացել է 4.1%-ով, մշակող արդյունաբերությունը 24 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ կրճատվել է 1.9%-ով։ Մշակող արդյունաբերության անկումը, թեև դրա առանձին ենթաճյուղերում մենք ունենք որոշակի վերականգնման միտումներ, դրանք անդրադառնանք իհարկե, բայց մշակող արդյունաբերության համախառն ցուցանիշի անկումը հայտնի պատճառով է։ Դա մեր արդյունաբերության վրա բավական մեծ դրական ազդեցություն ունեցած արտաքին գործոնի, մասնավորապես ոսկու վերարտահանման ազդեցության հետզհետե չեղարկումն է, ինչն իր հերթին դրսևորվում է հիմնային մետաղների արտադրության ոլորտում, հիմնական մետաղների արտադրություն, որը նշված ժամանակահատվածում կրճատվել է 28.2%-ով։ Բայց այստեղ կարևոր հանգամանք է, այսինքն մենք ֆիքսում ենք, որ մշակող արդյունաբերության համախառն ցուցանիշի վրա արտաքին ազդեցության չեզոքացումը եւ դրա էֆեկտները դեռևս պահպանվում են այս պարագայում բացասական էֆեկտները, բայց առաջանում է հարցադրում. արդյոք այսօր մենք այդ կամ նմանատիպ այլ արտաքին ազդեցություն չունենք կամ չենք գտնվում օրինակ նոր ալիքի ներքո։ Այս հարցադրումը որևէ կերպ պատահական չէ, եթե ուշադիր լինենք բացվածքին, ապա կտեսնենք, որ հիմնական մետաղների արտադրության նոյեմբեր ամսվա ցուցանիշը 25 թվականի հոկտեմբերի համեմատ, այսինքն 1 ամսվա ընթացքում ավելացել է 30.3%-ով։ 24 թվականի նոյեմբերի համեմատ աճն անգամներով է, մասնավորապես 2.9 անգամ ավելացել է։ Պարզապես հիշեցնենք, որ 24 թվականի նոյեմբերը 23 թվականի նոյեմբերի համեմատ 70%-ից ավել անկում էր արձանագրել, այսինքն այսօրվա 25 թվականի նոյեմբերի անգամներով աճը 24 թվականի բացասական ուրեմն արդյունք գրանցած նոյեմբերի համեմատ է։ Այս ընթացիկ ցուցանիշը, թեև համախառն հունվար-նոյեմբերին անկումային է հիմնական մետաղների արտադրության, բայց ընթացիկ ցուցանիշն առնվազն առաջացնում է հարցադրում ունենալու իրավունք, թե արդյոք մենք այսօր օրինակ նույն որոշակի վերարտահանումների հերթական ալիքի ազդեցության ներքո չենք գտնվում։ Շարունակելով, խոսեցինք մշակող արդյունաբերության որոշ ենթաճյուղերի վերականգնման միտումների մասին, ինչպիսին է օրինակ սննդամթերքի արտադրությունը, ծխախոտի, ուրեմն ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը եւ այլն։ Սա իհարկե դրական միտում է եւ շարունակականության պարագայում անշուշտ շատ ավելի դրական, այդ թվում հեռանկարները ենթադրում։ Բայց տեսեք, գալով մեր խոսքի սկզբին, պետական պարտք, ավելացող պետական պարտք, միևնույն ժամանակ պնդումներ, որ արդյունավետության հետ կապված խնդիրներ չունենք, պետական պարտքի վտանգի հետ կապված խնդիրներ չունենք եւ արդեն փորձենք դա ածանցել նույն արտադրության վրա, փորձելով հասկանալ պետական ավելացող պարտքի եւ արտադրության օրինակ այս վերականգնվող ենթաճյուղերի միջև ինչպիսի կորելացիա կա։ Այս դեպքում, այս համատեքստում պարզապես հարցադրում. արդյոք մշակող արդյունաբերության այս որոշակի վերականգնում գրանցող ենթաճյուղերի աճը համարժեք է ավելացող պետական պարտքին։ Սա պարզապես հարցադրում է, որի իրավունքը առնվազն, կարծում եմ, եւս կա։ Թերևս ամփոփելով, Հայաստանի տնտեսության, տնտեսական աճի որակական բնութագրիչների մասին խոսեցինք, մեր տնտեսությունը դեռևս գտնվում է ցուցաբերում է բավական մեծ բարձր զգայունություն արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Կան այդ ազդեցությունները, որոշ ճյուղեր, ենթաճյուղեր, այսպես դրական շոկեր եւ աճեր են ապրում։ Չկան այդ ազդեցությունները, նույն կերպ դրական անկումներ են արձանագրվում։ Այսինքն այդ բարձր զգայունությունը արտաքին, անկախ կամ քիչ կառավարելի գործոնների նկատմամբ պահպանվում է եւ տնտեսության ու տնտեսական աճի որակական բնութագրիչ է նաեւ այդ բարձր զգայունությունը։
այս պարագայում իդեմս այն հանգամանքի, այն օբյեկտիվ պնդման, որ այսօր մեր տնտեսական աճը առնվազն անկայուն աճ է։